Եթերում Պաշտպանության նախարարության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է, բարև ձեզ։ Փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում տեղակայված Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժանում ու զորամասերից մեկում, ինչպես նաև Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանում։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Մարզ կատարած այցի շրջանակում երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախայցելեց Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան։ Շրջելով զորավարժարանի տարածքում Սեյրան Օհանյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, համապատասխան անձանց հետ քննարկել այդ աշխատանքներին առնչվող հարցեր։ Նախարարը զորավարժանում դիտարկել է նաև զինծառայողների ցուցադրած մարտավարամասնագիտական դրվագներն ու գործողությունները։ Այնուհետև Սեյրան Օհանյանն ուղևորվեց Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարան։ Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարևորելով վարժարանի դերն ու գործունեությունը, նախարարը նշել է, որ վարժարանում իրենց առաջին զինվորական քայլերը սկսած շատ երիտասարդներ այսօր ազգային բանակի սպաներ են եւ իրենց ներդրումն ունեն հայրենիքի պաշտպանության գործում։ Պաշտպանության նախարարը նաև շնորհավորել է վարժարանի պետ փոխգնդապետ Կորին Ղումաշյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ եւ նրան շնորհել գնդապետի զինվորական կոչում։ Նմանօրինակ հաստատությունները մշտապես գտնվել եւ գտնվում են Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։ Եվ ահա Սեյրան Օհանյանի գործուն աջակցությամբ վարժարանում բացվում է ռազմահայրենասիրական դաստիարակության եւ նախնական զինվորական պատրաստության նոր դասարաններ։ Իսկ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց նախարարին եւ վարժարանի առաջին շրջանավարտ Արտյոմ Սահակյանին, ով որպես սպա ծառայել է ազգային բանակում եւ մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմվել է հակառակորդի գնդակից։ Բացման արարողությունից հետո ներկաները շրջեցին դասարաններում եւ ծանոթացան կատարված աշխատանքներին։ Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում անցկացվեցին շտաբային մարզումներ, իսկ այսօր տեղի ունեցավ մարզումների ամփոփիչ հավաքը։ Փետրվարի 19-ին Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի շտաբային մարզումների ամփոփիչ հավաքը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը ներկայացրեց անցկացված գործողությունների ժամանակագրական հերթականությունը, ամփոփեց մարզումների արդյունքները, նշեց նկատված թերությունները եւ հստակ առաջադրանքներ տվեց համապատասխան սպաներին հետագայում որևէ բաց թողում բացառելու համար։ Նա հատկապես կարևորեց նմանօրինակ մարզումների անհրաժեշտությունը մարտական պատրաստության տեսանկյունից, ինչպես նաև կարգապահության բարձրացման գործընթացում։ Հանրապետության զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումներից մեկի հենքի վրա փետրվարի 15-ին անցկացվեց հոգեբանական խոչընդոտների հաղթահարման զորավարժություն։ Ի դեպ ստուգատեսին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները։ Վառվում են կրակներն ու հոգեբանական արգելագոտու հաղթահարմանն են պատրաստվում զինծառայողները։ Իսկ մի զորավարժության մեկնարկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Իշխան Մաթևոսյանը ողջունելով ստուգատեսի մասնակիցներին նշեց, որ այս բացառիկ զորավարժությունը հնարավորություն կտա ևս մեկ անգամ տեսնելու մարտական եւ հոգեբանական պատրաստության բարձր մակարդակն ու համոզվելու մեր բանակը զարգացման հստակ ուղի է բռնել։ Զինվորականների հոգեկան վիճակն էական դեր է կատարում մարտական խնդիրների լուծման գործում, եւ պատահական չէ, որ խաղաղ պայմաններում հոգեբանական աշխատանքներ են տարվում յուրաքանչյուր զինծառայողի հետ։ Հոգեբանական աշխատանքն ընդգրկում է միայն անմիջականորեն մարտի պայմաններում գործող կամ արդեն մարտի պատրաստվող զորքերի եւ զորատեսակների հետ կատարվող աշխատանքները։ Նման զորավարժությունները հնարավորություն են ընձեռում կիրառելու եւ ամրապնդելու մարտի պայմաններում առաջացող բոլոր հնարավոր հոգեբանական արգելափակոցների վերաբերյալ տեսական գիտելիքները։ Դրանից բացի կարևոր նշանակություն ունի նաև այն, որ զորավարժության ընթացքում անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում ի հայտ եկող հոգեբանական խոչընդոտները ևս մեկ անգամ ինքնուրույն հաղթահարելու ունակությունը զարգացնելու հնարավորություն է ստանում։ Յուրաքանչյուր զինծառայող անցնելով նմանատիպ զորավարժություններ պատրաստ կլինի կատարել յուրաքանչյուր հրաման եւ պատրաստ կլինի մարտի։ Նման զորավարժություն կատարում ենք առաջին անգամ։ Ընդհանուր
Մարտական ենք տրամադրված, եթե պահագա, որ արդեն պատերազմ պետք է լինի, այդ ընթացքում այս բոլոր հոգեբանական ճշմարտությունը արդեն մի կողմ են դրվում, դրա նպաստում են այս տիպի զորավարժությունները։ Ստուգատեսի երկրորդ մասն էլ բացառիկ էր իր բնույթով։ Ջոկ կենտրոնացված կրակ Ուխտասարի ուղղությամբ։ Զինծառայողները դիրքերում կրակ բացելով դրսևորեցին իրենց մարտական ունակություններն ու կարողությունները, ցույց թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքի սահմանները։ Սահմանին կանգնելը ներքին ուժ է, որ պետք է զգան բոլորը, զենքը ձեռքին կանգնած թշնամուց մի 300 մետր հեռավորության վրա։ Այսօր 200-300 կիլոմետր տնից հեռու եմ, անուն հայրենիքը պաշտպանելու համար սրբությունս, ծնողներիս, բոլոր այն հայերին, ովքեր հիմա նստած են հանգիստի աստիներում։ Նմանօրինակ զորավարժությունները հիմնական գործառույթներից բացի մեկ այլ կարևոր նշանակություն ևս ունեն։ Հայրենիքի պաշտպաններն ավելի ինքնավստահ են դառնում, հավատում են իրենց ուժերին այնպես, ինչպես ժողովուրդն է հավատում իր զինվորին ու իր պաշտպանությունը վստահում նրան։ Զինված ուժերի սահմանային զորամասերից մեկում էլ այս շաբաթ մեկնարկեցին ցուցադրական գնդային մարտավարական զորավարժություններ։ Ստուգատեսի առաջին փուլին հետևել է Բրույր Թադևոսյանը։ Հանրապետության հյուսիսարևելյան սահմաններում խաղաղ առավոտ է։ Սահմանները հսկող զինծառայողները մշտապես պատրաստ։ Նրանք իրենց տեղակայման վայրում են, որտեղ պիտի կանգնեն ու դիտորդական հսկողություն իրականացնեն մարտական իրավիճակներում։ Արդեն 16 ամիսա ծառայում եմ բանակում եւ մոտավոր 3-4 անգամ մասնակցել եմ զորավարժությունների։ Կարծիքով զորավարժություններին մասնակցելը տալիս է ֆիզիկապես կոփվածություն, մարտունակության բարձրացում։ Մինչ զինծառայողները գործում են դիրքերում, զորամասում տեղի է ունենում անձնակազմի համալրում։ Քաղաքացիները տարբեր բնակավայրերից ժամանում ու ցուցակագրվում են։ Սրանք այն գործողություններն են, որ իրականացվում են մարտական տագնապի ժամանակ։ Սահմանված ժամկետներում սկսվել է եւ նախատեսված քանակությունը, որ պետք է պլանով արդեն համալրող զինկոմիսարիատները ներկայացնեին, նորմալ ընթացքով շարունակվում է։ Այս զորավարժությունների նպատակը զուտ ուսումնական է։ Խաղաղ պայմաններում քաղաքացիներն անպայման պետք է ճանաչեն իրենց հրամանատարներին։ Պահեստազորի հետ հանդիպման ընթացքում զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Իշխան Մաթևոսյանը նշեց, որ նմանօրինակ զորավարժությունները կարևոր են նրանով, որ ստուգվում են զինկոմիսարիատների աշխատանքը, ինչպես նաև բարձրացվում է անձնակազմի մարտունակությունն ու շտաբների պատրաստության մակարդակը։ Այս զորավարժությունների յուրահատկությունն այն է, որ կատարվում է գնդի լրիվ համալրում թե անձնակազմով, թե տեխնիկայով։ Ռազմերթի համար պատրաստ են նաև տանկերը, իսկ զորավարժությունը մարտի 4-ին մարտական հրաձգությամբ կեզրափակվի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում։ Շարունակում ենք զորավարժության թեման։ Այս շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլ անցկացվեց հրամանատարաշտաբային եռափուլ զորավարժություն, որին բացի պաշտպանության բանակի միավորումներից և զորամասերից մասնակցում էին նաև Արցախի ուժային գերատեսչություններն ու զորահավաքային ռեսուրսը։ Համապետական նշանակության միջոցառման ընթացքին և արդյունքներին է անդրադարձել «Ռազմաշխարհ» հեռուստաէջի հերթական թողարկումը։ Եթե մեր տարածաշրջանում գործող որոշ բանակների համար տարաբնույթ զորավարությունների և զորախաղերի անցկացումը շատ հաճախ կրում է քարոզչական նպատակաուղղվածություն, ապա հայոց զինուժի և մասնավորապես Արցախի պաշտպանության բանակի պարագայում դրանք ամեն պահ սպասող պատերազմին նախապատրաստվելու և մեծ պարտադրված ճակատամարտում հաղթելու լուրջ քննություն է։ Մի գործընթաց, որն իրականացվում է պարբերաբար և իրական սպառնալիքների հաշվառումով։ Եթերում ռազմաշխարհն է, բարև ձեզ։ Փետրվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկեց պաշտպանական կարևոր նշանակության հերթական միջոցառումը, որում բացի պաշտպանության բանակից ներգրաված էին նաև Արցախի ուժային գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը։ Աննախադեպ ծավալով ուժերի և միջոցների ներգրավմամբ անցկացված զորախաղերի նպատակն էր կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական և թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, բարձրորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության, առողջապահության և ռազմական կարևորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը։ Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու ըստ զորամասերի և ստորաբաժանումների դրանց համալրմանը։
Պաշտպանության բանակում զորամասերի լրահամալրումը, վարչությունների մարտական ներդաշնակումը եւ պաշտպանության նախապատրաստումը թեմայով եռապլու զորավարությունը մեկնարկեց տագնապազդական շփ։ Ինչպես հանրապետության զինված ուժերի ենթակա միավորումներում եւ զորամասերում, այնպես էլ զորավարժությանը ներգրավված ուժային գերատեսչություններում եւ թիկունքային ապահովման մյուս ոլորտներում գործընթացների ծավալումն ու համակարգումն իրականացվում էր ըստ իրադրության զարգացման։ Համապատասխան նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո տեղերում բացազատվեցին զորահավաքային ռեսուրսի ընդունման եւ բաշխման կետեր։ Հատկանշական է, որ այս ամենն իրականացվում էր պատերազմական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում, ինչը հնարավորություն էր տալիս ռեալ բարձրորոշելու զորքերի համալրման պատրաստությունը եւ ըստ այդմ կատարելու ճիշտ հետեւություններ։ Զորավարժության թերևս առանձնահատուկ կողմերից մեկը հանրապետության ռազմական ու քաղաքացիական կառույցների ճիշտ եւ համակարգված փոխհամագործակցությունն էր, որն իրականացվում էր ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից հաստատված պաշտպանության պլանի։ Զորավարժության ընթացքը գնահատելու, առկա հիմնախնդիրները տեղում լուծելու եւ հետագա անելիքները ճշտելու նպատակով հանրապետության վարչապետի գլխավորությամբ, ով ի դեպ պատերազմական իրադրության պայմաններում ստանձնում է քաղաքապաշտպանության պետի պարտականությունները, իրականացվեցին մի շարք լսումներ, որոնց ընթացքում իրենց նկատառումներով հանդես եկան միջոցառմանը ներգրաված գերատեսչությունների ղեկավարներն ու թիկունքային ապահովման ոլորտի ներկայացուցիչները։ Իրականացվող գործընթացների եւ դրանց արդյունքների շուրջ բարբերաբար համապատասխան զեկույցներով հանդես եկավ նաեւ զորավարժության ղեկավար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Զորախաղերի ընթացքում բացի մարտական եւ զորահավաքային նշանակության հարցերից լուրջ ուշադրություն դարձվեց նաեւ էքստրեմալ իրավիճակում հայտնված քաղաքացիական բնակչության տարհանման, ռազմական նշանակության օբյեկտների պահպանության կազմակերպման, խոճապային տրամադրությունների չեզոքացման եւ ելի մի շարք կարեւոր միջոցառումների վրա։ Զորավարժության ընթացքը ցույց տվեց, որ մասնակից ուժերի եւ միջոցների կիրառման գործընթացը լրիվությամբ համապատասխանում է տարածքային պաշտպանության պլանի տարրին ու ոգուն եւ համահունչ է պատերազմական իրավիճակից բխող պահանջներին։ Առանձնացման արժանի է հատկապես այն հանգամանքը, որ զորախաղերի շրջանակում անցկացված ուսումնավարժական գործողությունների ժամանակ հաշվի էին առնվում պայմանական հակառակորդի կողմից սպասվելիք հարձակման առանձնահատկություններն ու հարվածի հավանական հետևանքները։ Մանավանդ առանձնահատուկ ուշադրություններ դարձվում օդային եւ հեռահար հրետանային կայանքների հարվածներից խաղաղ բնակչության պաշտպանությունը կազմակերպելու, ռմբահարության հետևանքները վերացնելու եւ հանրապետության ռազմապաշտպանական համակարգի կենսագործունեությունն ապահովելու ուղղությամբ։ Այն, որ հրամանատարաշտաբային զորավարժության պլանով նախատեսված յուրաքանչյուր միջոցառում կարևոր էր, դա կասկածից վեր է։ Սակայն միևնույն դեպքում չպետք է մոռանանք, որ հավանական պատերազմի ծանր հետևանքներից խուսափելու համար Արցախին անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպված պաշտպանություն, այլև նախահարձակ հակառակորդին կանխարգելիչ հարված հասցնող մարտական ներուժ։ Ասել է թե բանակ, որն ի վիճակի առաջին ճակատամարտում հակառակորդից խլել նախաձեռնությունը եւ նրան պարտադրել իր կամքը։ Իսկ ինչպես միշտ, այս զորախաղերի ընթացքում եւս պաշտպանության բանակի հրամանատարությունը հետապնդում էր հենց այդ նպատակը։ Բացի այն, որ զորավարժության ժամանակ մեկ անգամ եւս ստուգվեց բանակային միավորումների եւ զորամասերի մարտական եւ զորահավաքային բարձր աստիճանի պատրաստականության բերման պլանների իրատեսությունն ու դրանց կիրառման նպատակահարմարությունը ժամանակակից համազորային մարտում, բարձրորոշվեցին կցագրված զորահավաքային ռեսուրսի որակական ցուցանիշները, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական մյուս միջոցների ապահովվածության աստիճանը, բանակի հրամանատարությունն այս ամենին զուգահեռ ընդգծված մոտեցում ցուցաբերեց բոլոր աստիճանի սպաների եւ ղեկավարման օրգանների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ։ Հանգամանք, որը հնարավորություն տվեց ոչ միայն ճշտելու հրամանատարների եւ նրանց ենթակա ազնագազմի պատրաստվածության մակարդակը, այլև ընթացիկ ցուցումների եւ հրահանգների միջոցով կատարելագործել վերջիներիս օպերատիվ մարտավարական ունակությունները։ Մի կարևոր հանգամանքի մասին եւս, որն արժե առանձնացնել, խոսքը վերաբերում է զորախաղերի ընթացքում կցագրված զորահավաքային ռեսուրսի նախապատրաստման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, որոնք այս անգամ առավելապես կրում են գործնական բնույթ։ Ապահովելով զորահավաքային ռեսուրսի հավաքագրման 100%-անոց ցուցանիշ, հրամանատարաշտաբային զորավարժության ղեկավարությունը խնդիր դրեց Պահեստազորի մարտական ներդաշնակումն ու կցագրումը հաստիկային զենքով եւ սպառազինությամբ իրականացնել ամբողջ կազմով։ Նախքան ըստ զորամասերի բաշխումը հավաքագրված ազնագազմն անցավ երրորդյա տեսական ու գործնական պատրաստություն։ Ըստ զորատեսակների անցկացված ուսումնավարժական պարապմունքների արդյունքում զորահավաքային ռեսուրսը հնարավորություն ստացավ ոչ միայն թարմացնել իր ունեցած զինվորական իմացությունները, այլև ծանոթանալ ժամանակակից մարտի վարման ձևերին ու մեթոդներին։ Հատկանշական է նաև, որ